Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանը։ Բարև ձեզ Անդրանիկ, շնորհակալ եմ մեզ հրավերն ընդունելու համար։ Տավուշի սահմանապահ Մովսես գյուղում դասավանդում եք, ուսուցիչ եք։ Ինչպես կայացվեց որոշում։ Մինչև Մովսես գնալը ես դասավանդում էի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես դասախոս, այսինքն քաղաքային պայմաններում էի աշխատում եւ հասկանում էի, որ իմ տեղը չի, ես ավելի գյուղի մարդ եմ եւ գյուղական անդորի կարիք ունեմ։ Նաեւ հասկանում էի, որ գյուղերում երեխաները կարող է այնպիսի բաների կարիք ունենան, որոնք չկան քաղաքային պայմաններում, այսինքն այստեղ կան խմբակներ, ինչ որ հետաքրքիր զբաղմունք կարող է լինել եւ գյուղերում էլ կա հետաքրքիր զբաղմունք, ուղղակի խմբակների տեսքով հնարավոր է որ չլինի, օրինակ ես որ դպրոցում էի սովորում, ոչ մի խմբակ մեր դպրոցում չկար ու կտրված էի մնում այդ ամեն ինչից։ Այդ կապակցությամբ որոշեցի գնալ գյուղ եւ այդ հնարավորությունը ստեղծել երեխաների հետ։ Իհարկե Մովսեսը որտեղ ես հայտնվեցի, մի քիչ ավելի զարգացած, ավելի շատ բաներ կար գյուղում, բայց ընտրությունը գյուղի ես չեմ արել։ Շատ բարի։ Ինչ ծրագրի շրջանակներում եք գնացել։ Ես աշխատում եմ Դասավանդիր Հայաստան կամ Teach for Armenia ծրագրի շրջանակներում 2 տարով։ Շատ բարի։ Եվ այնտեղ բացի ֆիզկուլտուրան ունեք նաև խմբակ հայկական ազգային պարեր եք սովորեցնում։ Երեխաներին հետաքրքրում է արդյոք ոգևորությամբ են գալիս եւ արդյոք տեղյակ էին այդ պարերի մասին այնտեղ միջև ձեր գնալը։ Ինքս սովորել եմ ազգային պարեր, բացի իմ հիմնական գործունեությունը նաև զբաղվում էի, խմբերում պարում էի եւ ասեմ, որ Մովսեսում մինչեւ իմ գնալն էլ արդեն ազգային պարեր կային, երեխաներից մեկը ով ընդամենը 9-րդ դասարանում էր սովորում, երեխաներին մի քանի ազգային պար սովորեցրել էր, նա Երևանից էր տեղափոխվել Մովսես, սակայն երբ ես գնացի, արդեն այդ դասընթացները չէին անում, չգիտեմ, դադար էին տվել եւ իմ գնալով նորից սկսեցինք աշխատել, արդեն 30-ից ավելի պար գիտեն երեխաները, բացի նրանից, որ իրենք սովորում են իրենց պարերը, մշակույթն են պահպանում, պարը էլի լիքը դրական կողմեր ունի, նախ ավելի ազատ է դարձնում մարդուն, ավելի ինքնավստահ է դարձնում, հետո երեխաներ են լինում հատկապես տղաներից, որ հարցնում էի դուք ձեզ ինչով եք այսքան ժամանակ զարմացրել, այդ երեխաները ասում էին, որ մենք չէինք սպասում, որ կարող ենք պարել, բայց տեսանք, որ ստացվում է, ու անգամ մինչև այս վերջի կիսամյակում էլ եղան տղաներ, որ 1.5 տարի, ինչ ես դասավանդում էի, չէին մոտենում, չէին պարում, բայց հիմա ինչ-որ վստահություն են սենց ձեռք բերել ու եկել են, որոշել են պարել։ Այն ինչպես կնկարագրեք սահմանապահ գյուղում ապրող երեխային, ինչ յուրահատկություն ունեն իրենք։ Մաքրությունը առաջինը կասեմ, պարզություն, չասեմ միամտություն, ինչ-որ համով հետաքրքիր անկեղծություն ունեն ու շատ հաճելի է այդ միջավայրում աշխատել այդ երեխաների հետ, ամբողջությամբ նվիրվում ես, ուզում ես բացի դպրոցական ժամերը, էլի ժամեր տրամադրել իրենց, աշխատել, հատկապես զրուցել, քանի որ այսօր մանկավարժության ամենամեծ ձեռքբերումը իմ համար զրույցի միջոցով երեխայի նուրբ կողմերը բացահայտելն է։ Ինչ դժվարությունների եք բախվել այնտեղ գնալով, դասավանդելով, ամեն դեպքում հեշտ չէ։ Երբ գնացի գյուղ, բոլորը հարցնում էին, ինչով օգնենք, ինչի կարիք ունես, կամ նույն հարցն էին տալի, ինչ դժվարություններ կան, իրական ոչ մի դժվարություն էլ չի եղել, անգամ տարածությունը, որը շատ հեռու է մեր տանից, այսպես ասած, 250 կիլոմետր, որը ես միշտ ավտոստոպով եմ անցնում, դժվարություններ չեն եղել, որովհետև մինչև ծրագրին մասնակցելը արդեն գյուղական պայմաններին ծանոթ էի, ինքս էլ գյուղում եմ ծնվել, մեծացել, միշտ ապրել եմ գյուղում ու նաև գյուղի մարդկանց հոգատարությունը, իրենց հյուրասիրությունը նպաստեց նրան, որ ոչ մի դժվարություն չտեսնեմ։ Համայնքային զարգացման ծրագրեր եք իրականացնում, կխնդրեի մանրամասնենք, անդրադառնանք հերթով։ Շատ բարի, Teach for Armenia-ի մասնակիցները, բացի իրենց հիմնական դասերը, նաև խմբակներ են պահում եւ համայնքային զարգացման ծրագրեր են իրականացնում, գոնե մեկ համայնքային զարգացման ծրագիր։ Մեր առաջին ծրագիրը, որ սկսեցինք, ֆոտոլրագրության ակումբներ, երեխաների հետ ձևավորեցինք այդպիսի մի ակումբ եւ Teach for Armenia-ի միջոցով ձեռք բերեցինք տեսախցիկ,
բացեցինք բլոգ, որտեղ տեղադրում ենք նյութեր գյուղի տարբեր մարդկանց մասին, ինչ որ հետաքրքիր զբաղմունք ունեցողների, երեխաները իրենք պատրաստում են հարցեր, անցկացնում են հարցազրույց եւ այդ ամենը տեղադրում են բլոգում։ Այժմ արդեն սկսել ենք տեսանյութեր պատրաստել եւ ես վստահ եմ, որ շատ շուտով երեխաները կկարողանան իրենց այդ տեսանյութերի, իրենց համարձակության շնորհիվ լիքը խնդիրների լուծում տալ եւ իրենց գյուղը ներկայացնել ամբողջ աշխարհով մեկ։ Առաջնորդության ակումբ եւս կա։ Այո։ Անդրադարձեք ակումբ։ Անցած տարի ենք հիմնել առաջնորդության ակումբը, եթե ճիշտն ասեմ, այս պահին չունենք, դրան փոխարինող ուրիշ բան ունենք։ Առաջնորդության ակումբի շրջանակներում մենք սովորում ենք առաջնորդին բնորոշ հատկանիշները եւ որոնելով համացանցում գտնում ենք ինչ-որ ծրագրեր, որոնք կարող ենք իրականացնել գյուղում եւ նպաստել գյուղի կամ կոնկրետ դպրոցի զարգացմանը։ Անցած տարի այդպես մենք որոնեցինք Գիշան հիմնադրամի դրամաշնորհը եւ քանի որ մեր դպրոցում կար արմատ լաբորատորիայի սարքավորումները բերելու, դիմեցինք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը եւ նրանց հետ միասին գրեցինք ու շահեցինք։ Կար նաեւ կավագործության ծրագիր, կխնդրեի անդրադառնալ նաեւ այդ ծրագրին, մանրամասնեք։ Շատ բարի։ Ամիսներ առաջ մեր գյուղի հոգեորական տերաբելը հանդիպում է Կայթ մշակութային հիմնադրամի տնօրենի հետ եւ միասին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ մեր գյուղում պետք է երեխաները զբաղվեն կավագործությամբ։ Այդպես կավագործ վարպետ Ջիվան Հունանյանը պատրաստականություն է հայտնում երեխաներին սիրով սովորեցնելու եւ օժանդակելու ինչով որ կարող է։ Մեկ ամիս երեխաները գործում են Երևան, սովորում են բրուտագործական հաստոցի վրա աշխատել, որից հետո տեղափոխում են 3 տոննա կավ մեր գյուղ, այնտեղի կավի հետ ենք խառնում եւ աշխատանքները կատարում ենք արդեն պատրաստված կավով։ Մենք դիմեցինք նաեւ բարի գործեր ծրագրին, մասնակցեցինք քվեարկության եւ մի 2 շաբաթ առաջ արդեն բացել ենք մեր արվեստանոցը բրուտագործության։ Շատ բարի։ Բնակչության թիվը մեծ է Մովսեսում եւ ինչ քանակի երեխաների մասին է խոսքը, որքան երեխա է մասնակից, ասենք թե պարերին, թե կավագործությանը։ Շատ բարի։ Կավագործությունը կոնկրետ մենք արել ենք 2 երեխայի համար, իրենք են սովորել, սակայն ծրագիրը այնպիսին է, որ այդ տարածքի բոլոր գյուղերի երեխաները հնարավորություն ունեն անվճար սովորելու կավագործությունը։ Մեր դպրոցում սովորում են մոտ 115 աշակերտ, բայց բացի մեր դպրոցից մոտակա բոլոր գյուղերի երեխաները այդ հնարավորությունը ունեն։ Նաև կավագործության ծրագիրը տուրիստական ու ձեռներեցական ծրագիր է, որ երեխաները իրենց գումարներ ունենան եւ ինքնուրույնություն ունենան ֆինանսական։ Շատ բարի։ Ճագարաբուծության մասին եւս խոսենք, ինչպես որոշվեց, որ պետք է ճագարաբուծությամբ զբաղվեն, արդյոք պայմանները համապատասխան են Մովսես գյուղի, մանրամասնենք։ Տարածքում մի գյուղ ունենք, որտեղ ժամանակին մեծ ֆերմա է եղել ճագարաբուծության, իրականում այդպես յուրահատուկ պայմաններ շատ պետք չեն, ուղղակի պետք է իմանանք, թե ինչպես պետք է ճագարներին խնամենք, նրբություններ կան, որպեսզի այդ ճագարները չհիվանդանան, չսատկեն, որովհետև իրենց մոտ այնպես է, որ միանգամից մեծ քանակությամբ անկում ենք ունենում։ Մենք ընտրեցինք երեխաներից 7-ին, գործուեցինք նրանց Երևան, ֆերմայում ծանոթանալու ճագարաբուծության նրբություններին, նրանց մի մասը արդեն զբաղվում էր սիրողական մակարդակով, մեր ֆերմեր Դավիթ Դավթյանը ամեն ինչով պատրաստ է երեխաներին օգնել եւ մենք էլ սկսել ենք արդեն դրամավակ իրականացնել, որոշակի գումար արդեն հավաքել ենք, դեռ շարունակական ծրագիր է դա, ու երեխաներին շուտով արդեն հնարավորություն կտանք զբաղվելու ճագարաբուծությամբ, կբերենք բները, ճագարները, կերը, ինչու ոչ։ Շատ բարի։ Որքան ժամանակ է, որ աշխատում եք Տավուշում։ 1.5 տարի է։ Կես տարի մնաց։ Այո, կես տարի հունիսին ավարտվում է ծրագիրս, դեռ վերջնական չեմ որոշել, թե ինչ պետք է անեմ, բայց շատ հնարավոր է, որ նաև մնամ գյուղում, դեռ վստահ չեմ։ Ահա։ Ինչ գտաք Տավուշում, ինչ տվեց Տավուշը ձեզ, որ դեռ չէիք գտել։ Տավուշին, այսպես ասած, նոր չէի ծանոթ, վաղուց Տավուշի հետ համագործակցել ենք, տարբեր ծրագրերով այցելել եմ սահմանային գյուղեր, օրինակ աջակցենք սահմանամերձ բնակավայրերին կամ լուսավոր սահման, եւ արդեն իսկ մեծ քանակությամբ ընկերներ, ծանոթություն ունեի ու շատ հարազատ մարզ է, իմ սրտում թիչ որ Արմենիան, որ
մասնակցում էի ընդունելության process-ի մեջ էի, ես մտածում էի կամ Արցախ, կամ եթե ոչ Արցախ, ուրեմն պարտադիր Տավուշ, այո։ Ու այդպես էլ եղավ, Արցախ չգնացի, բայց Տավուշում եմ ու շատ ուրախ եմ, որ հատկապես սահմանային գյուղում եմ, որովհետև իմ համար կյանքը ու Հայաստանը սկսվում է այնտեղից։ Անդրանիկ, դուք ծառայել եք, չէ՞։ Այո, ծառայել եմ։ Ծառայել եմ Արցախի Հանրապետությունում, այսպես ասած եղնիկներ կոչված զորամասում։ Իմ կյանքում շատ մեծ բան է փոխել իմ ծառայությունը ու հետաքրքիր է այնտեղի ծառայողները բոլորը իրար հետ շատ մոտ են ու ավարտելուց հետո իրար հետ պահում են այդ շփումը։ Ճիշտ է, քիչ որ Արմենիային միանալով այս 1.5 տարին մի փոքր կտրվել եմ, բայց մենք իրար զգում ենք, որ միասնական ենք։ Բարդությունները, այսպես ասած, կոփում են մեզ։ Այ Մովսեսը սահմանում է։ Չեն լինում վախեր, թեկուզ եթե ոչ ձեր մեջ, այնտեղ ապրող գյուղացիները վախեր չեն ունենում կրակոցներից, սահմանը պարզ երևում է այնտեղից։ Եթե այսօր երեխաներին հարցնենք ինչ երազանքներ ունենան, դեռ կլինեն երեխաներ, ովքեր կասեն, որ երազում են, որ խաղաղություն լինի։ Այո, առաջնային խնդիրը դա, որովհետև եթե ուզում ես զարգացնես օրինակ туриզմը կամ ուրիշ ինչ-որ բիզնես ես ուզում զարգացնես, մարդիկ կարող են քեզ հարցնել, բայց ինչ երաշխավորություն կա, որ այնտեղից չեն կրակի։ Ու այս խնդիրը առաջանում իրականում բայց տարի ու կես է ես այնտեղ դասավանդում եմ ու ինչ որ կրակոցներ բան չի եղել։ Ես գիտեմ, որ ժամանակին բարդ է եղել, բայց այս պահին չկա ու պիտի նաև այս պահով էլ ապրենք ու օգտվենք այն հնարավորությունից, որ ընձեռնվել է։ Ես կարծում եմ անգամ տուրիստական, անգամ ձեռներեցական կամ բիզնեսի գործունեություն ծավալելու համար մեծ չի ռիսկերը, հատկապես այն դեպքում, երբ որ հարկային արտոնություններ են տրվում։ Վախենալու ինչ-որ բան ես անձամբ չեմ ունեցել, որովհետև սովոր եմ եղել նման պայմաններում լինելու, բայց ժողովուրդն էլ պինդ է։ Այո։ Մովսեսում կա եկեղեցի, եթե չեմ սխալվում, հոգևորականների հետ ինքներդ երևի շփվում եք այնտեղ, որքանով են աջակցում գյուղացիներին այնտեղի բնակչությանը, հոգևորականները։ Մովսեսում ունենք շատ լավ հոգևորական Տեր Աբելը, ում հետ առաջին օրվանից ինչ Մովսեսում եմ ընկերություն եմ անում, շփվում եմ ու շատ հոգատար մարդ է, շատ սրտացավ մարդ է, ամեն մարդու մասին էլ գյուղում թե գյուղից դուրս մտածում է, ամեն հարցով պատրաստ է միշտ օգնել, սպասում է, որ կզանգեն, կհարցնեն, կխորհրդակցեն։ Այդպես չի լինում, որ մենք ինչ-որ մի նախաձեռնություն ունենանք ու ինքը չմասնակցի։ Մենք երիտասարդներով ձևավորել ենք Մովսեսի զարգացման ակումբ եւ ընտրել ենք իրեն որպես մեր ակումբի առաջնորդ ու միասին ծրագրեր ենք իրականացնում։ Նա նաև ինձ այս տարի կարգեց որպես եկեղեցու խաչքավոր, մեծ պարտականություն է իմ համար, պատասխանատվություն է ինձ համար ու երբ որ լինում ես եկեղեցու մեջ, դու միայն այդ եկեղեցի շինության մեջ ես, դու համայնքի մեջ ես, մարդկության մեջ ես ու պարտավորվածությունը, պատասխանատվությունը տենց իրենց նկատմամբ, բոլորի նկատմամբ։ Կան հետաքրքիր միջադեպեր կամ իրադարձություններ, որ տեղի են ունեցել այնտեղ։ Շատ բարի։ Ընդհանուր առմամբ Շամշադինը շատ հյուրասեր բնակատեղի է եւ եթե այնտեղ հարցնեք, իրենք կմատնանշեն, որ ամենահյուրասերը մովսեսցիներն են ու ես համոզվել եմ հենց առաջի օրվանից, մինչեւ հիմա էլ երբ որ գնում եմ տուն, լինում է որ տան դիմաց ինչ որ փաթեթներ եմ տեսնում, ուտելիքի կամ ուղարկում են ինչ որ կատնամթերք եւ տնական պայմաններում, եթե իրենք ինչ-որ մի բան պատրաստում են, 99% դեպքերում իրանք չեն վաճառում, իրանք նեղվում են նրանից, որ պետք է դա վաճառեն։ Կլինի դա ալկոհոլային խմիչք, կլինի կատնամթերք, թե ինչ-որ ձու, այդպես։